ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը հորդորում է սահմանադրական բարեփոխումները չդիտարկել ընդդիմություն իշխանություն հակադրության մեջ։ Նա համոզված է, որ բարեփոխումների խնդիրը շատ ավելի գլոբալ է։ Սահմանադրական բարեփոխումները ինքը համապարփակ, համակարգային փոփոխությունների խնդիր է առաջացնում եւ բնական է, որ սա պետք չի նայել ընդդիմություն իշխանության տիրույթում, պայքարի տիրույթում, այսինքն այնպես չի, որ ով կողմ է նա իշխանությունն է, ով դեմ է նա անպայման ընդդիմություն։ ՀՀԿ մամուլի խոսնակի համոզմամբ ազգային ժողովում գրանցված 104 կողմ ձայները խոսում են այն մասին, որ Հայաստանի քաղաքական գործիչների մեջ կա քաղաքական կոնսոլիդացիա եւ սահմանադրական բարեփոխումները քաղաքական գործիչների մեծամասնության հավանությանն են արժանացել, թեև կլինի հանրաքվեն, պարզ չէ։ Դա բացառապես Հայաստանի Հանրապետության նախագահի լիազորությունների շրջանակներում է եւ Հայաստանի Հանրապետության նախագահը օգտվելով իր սահմանադրական իրավունքից հրամանագրով կորոշի, թե երբ է լինելու հանրաքվեն։ Սահմանադրական բարեփոխումների քարոզարշավի մանրամասների մասին խոսելը Շարմազանովն այժմ վաղ համարեց։ Նշեց, որ դա չի լինի հանրապետական կուսակցության եւ ընդդիմության քարոզարշավ։ Կլինի մեկ միասնական հայույճակատ, թե ոչ։ Պարզ կդառնա հանրաքվեի օրը հայտնի դառնալուց հետո։ Աղվան Ասլան, Գառնիկ Մելքոնյան, ժամը լրատվական։